Թրամփը հետ է կանգնել գործարքից ապօրինաբար, սահմանել է ճնշումների քարոզարշավ։ Մենք ուղղակիորեն չենք բանակցելու նրա հետ։ Թրամփի վարչակազմը ձգտում է Իրանի կապիտուլյացիային։ Հիմա պատուհան է բացվել ռազմական ճանապարհով հարվածել Իրանին։ Եթե հարցը չլուծենք, շատ վատ բաներ կպատահեն Իրանի հետ։ Նրանք սպառնում են հարձակվել մեզ վրա։ Պաշտոնական Թեհրանը չի ընդունել Միացյալ Նահանգների նախագահի ուղիղ բանակցություններ վարելու առաջարկը, հայտարարելով, թե պատրաստ է ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների։ Խնդիրը հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով։ Միացյալ Նահանգների եւ Իրանի պարագայում բավականին դժվար է խոսել բանակցային գործընթացի դրական ավարտի մասին։ Միշտ անկանխատեսելի գործընթացներ են տեղի ունենում, ինչպես ու վերջինը, երբ որ ուկրաինական պատերազմի մեկնարկով ձախողվեցին բանակցությունները։ Բայց նաեւ պատասխան նամակում, որը միջնորդավորված էր ուղարկվել Միացյալ Նահանգներ, Իրանը չէր հրաժարվել գլոբալ բանակցային գործընթացներից եւ դիվանագիտական լուծումներից, այլ խոսել միջնորդավորված ինչ-որ պետության միջոցով կամ պետությունների միջոցով, ինչը եղավ 5+1-ի ժամանակ բանակցային գործընթաց սկսելու համար։ Երկու խնդրից ելնելով, նախ Իրանում չկա վստահություն Միացյալ Նահանգների նկատմամբ, երբ որ Թրամփը դուրս եկավ միակողմանի համաձայնագրից եւ փորձում են մեկ այլ պետությունների բերելով որոշակի երաշխիքներ ստանալ։ Երկրորդը Իրանի ներսում կան քաղաքական ուժեր, որոնք Միացյալ Նահանգների հետ անմիջական բանակցություններին դեմ են եւ նաեւ օգեոր առաջնորդը դրանց կարծիքը հաշվի է առնում։ Բայց նաեւ իրանական կողմը շտապեց բաց է պահում դիվանագիտական շփումների պատուհանը եւ կարծես թե կան այդ դիվանագիտական շփումները, որքան էլ որ միջնորդավորված, այնուամենայնիվ գրեթե երբեք նաեւ Իրանի պաշտոնյաների խոսքը եթե ընդունենք, չի դադարեցվել վերջնականապես միջնորդավորված կամ գաղտնի դիվանագիտական շփումներ այս պետությունների միջև։ Եթե ամերիկացիները չարիք գործեն, հզոր հակահարված կստանան, հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը։ Լրատվամիջոցների հաղորդմամբ Իրանի հրթիռային զինանոցը բերվել է մարտական պատրաստվածության։ Արդյոք ռազմական էսկալացիայի հավանականությունը մեծ է։ Իրականում սա պատասխան էր Թրամփի հայտարարությունը, երբ որ խոսում էր Իրանին հարվածելու մասին կամ չտեսնված ինչ որ հրթիռային հարվածներ հասցնելու մասին։ Սա հայտարարությունները օգեոր առաջնորդի կողմից նախ սեփական հասարակությանը ուղղված, երբ որ ցույց տա, որ Իրանը մշտապես պատրաստ է ցանկացած ռազմական գործողության, նաև ցուցադրվեց գաղտնի հրթիռային քաղաքստոր գտնյա ցույց տալու Իրանի ներուժը, կանխարգելիչ, կարելի ասել ավելի շուտ քայլեր։ Եվ նաև հայտարարություն, որ ռազմական գործողությունների դեպքում, եթե նման արկածախնդրություն ճակերտավոր տեղի ունենա, Իրանը կտա պատասխան։ Եվ այդ պատասխանը կարող է անակնկալ լինել բոլորի համար։ Սա նաև արվեց այն պատճառով, որ խուսափվի հավանաբար Իրանի վրա որևէ արձակումից դիվանագիտական որևէ ճանապարհով լուծումների գնալու համար, քանի որ Իրանն էլ ինքը չի ցանկանա Միացյալ Նահանգների հետ անմիջական առճակատման գնալ։ Այս փուլում նաև դիվանագիտական եւ քարոզչական մակարդակում առավելագույն ճնշումը կիրառելու բերելու բանակցային գործընթացի, հավանաբար նաև այդ բանակցային գործընթացի շրջանական լայնելու համար, որովհետեւ միջուկային կամ ատոմային էներգիայի զենք ստեղծելու վերաբերյալ բանակցային գործընթացից բացի Միացյալ Նահանգները ցանկանում են նաև Իրանի հրթիռաշինական պոտենցիալի վերաբերյալ բանակցություններ վարել կամ ներառել այդ փաթեթի մեջ ԱՏՍ-ների շինարարություն ռազմական առումով Իրանին սահմանափակելու համար։ Նույն Իրանը Միացյալ Նահանգների հետ առճակատվելով դիվանագիտական մակարդակում խոսելով, որ չի գնալու ստիպողական բանակցությունները եւ այլն, փորձում է հրթիռային ծրագրերը ամենայն դեպս դուրս բերել բանակցային որևէ գործընթացից, դրանք դիտարկելով ռազմավարական պաշտպանական միջոցներ եւ նախորդ գործողությունները Իրանի նկատմամբ ցույց տվեց, որ հենց հրթիռային իր պոտենցիալով է պաշտպանվում։ Իսրայելի եւ Ադրբեջանի հարաբերությունները մտահոգում են Իրանին, որքան հավանական է, որ ռազմական բախման դեպքում Ադրբեջանը որևէ կերպ ներգրավվի դրան։ Մշտապես մտահոգել են եւ իրանցիները դա հայտարարել են։ Նույնիսկ ամենաբարձր մակարդակում, երբ եղավ վերջին լարումները Իրանի եւ Ադրբեջանի, եթե մի քիչ առաջ գնանք զորավարժություններ եւ այլն, մշտապես խոսվում է Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների մասին։ Նույնիսկ այդ ռազմավարական համագործակցության փաստաթղթը, որը ստորագրվեց եւ այլն, Իրանի հիմնական մտահոգություններից մեկն է։ Նաև ամենամոտ պետությունն է Իրանին սահմանակից, որտեղ Իսրայելը ունի բավականին մեծ ներուժ։ Արդյոք կներգրավվի կամ կլինի որևէ արձակում Ադրբեջանի տարածքից, բավականին դժվար է ասել։ Նախ Ադրբեջանը բավականին երկար պիտի մտածի, որպեսզի թույլ տա իր տարածքից Իրանին հարվածել։ Այլ խնդրի, երբ հարվածը գալիս է Իսրայելից, Իրանի պատասխանը լինում է հաշվարկված, ոչ մարդկային զոհեր պարունակող եւ այլն, որպեսզի չգնա խոշոր եւ լայնամասշտաբ պատերազմի, բայց Ադրբեջանի տարածքից արձակման պարագայում բացահայտ եւ ապացուցված իրանական կողմը կարող է ճակերտավոր բաժիջ գործողություններ իրականացնել ավելի մեծ Ադրբեջանի նկատմամբ, նաեւ չունենալով այն մեծ ճակերտավոր վախը, որովհետեւ Ադրբեջանը նաեւ ինչքան էլ որ ունենա իսրայելական աջակցություն, այն պետություններից չի, որ կարողանա մեծ
եւ լայնամասշտաբ պատերազմ վարել Իրանի նկատմամբ, իսկ մենակ Իսրայելի օդային աջակցությամբ դա կարծում եմ հնարավոր չի։ Վերջերս Իրանի հյուսիսում տասնյակ հազարավոր էթնիկ ադրբեջանցիներ ցույցի են դուրս եկել, բողոք արտահայտելով իրենց բնակեցման շրջաններում քրդերի վերաբնակեցման Իրանի իշխանությունների մտադրության դեմ։ Ադրբեջանցիների այս գործողությունները ուղղորդված են։ Եթե սկսենք ատրպատականցիների այդ բողոքից Ուրմիայի, ապա նախ մի քանի ոլորտում էր, այսինքն ոչ բոլորն էին անջատողական եւ դա Իրանում փաստվեց հանրային բողոքի ակցիա էր բավականին լայն, որը նաեւ անջատողականների կողմից բավականին լավ օգտագործվեց, նաեւ մեդիա տիրույթում եւ իրանական դաշտում էլ ստացավ հակազդեցությունը, նաեւ նույն պանթուրքիստական շարժումների նկատմամբ առավել բացասական տրամադրություններ ձևավորելով Իրանում։ Օքեոր առաջնորդի հայտարարությունը մի քանի կոնտեքստ ունի, նախ անջատողական շարժումներին հովանավորելու վերաբերյալ, եթե լինեն հովանավորող պետություններ տարածաշրջանից, իսկ դրանք նախ Թուրքիան է, Ադրբեջանը եւ նաեւ մի քանի այլ պետություններ, որոնք հովանավորում են եւ որոշակի արաբական անջատողական շարժումներ Իրանում, բելուջական անջատողական շարժումներ, նաեւ ներքին հասարակությանը կամ ընդդիմությանը, որոնք Իրանում ժամանակ առ ժամանակ փորձում են ցույցեր անել, նաեւ վերջին ցույցերի ընթացքում տեսանք արտաքին ներազդեցություն Իրանում, նաեւ Միացյալ Նահանգների քաղաքականության այս մի մասն է տնտեսական լուրջ ճնշումների ներքո Իրանի հասարակությանը բերել որոշակի հուզումների եւ մշտական պատերազմի վախը եւ դոլարի թանկացումը, տնտեսական ճգնաժամը Իրանում, որ այս իրանական նորուզից հետո կարող է ասունանալ, նաեւ կարող է բերել դրան։ Սա կանխարգելիչ որոշակի հայտարարություններ, որովհետեւ նման քայլերի էլ չդիմեն, այսինքն Իրանում կա մտահոգություն, որ կարող է նաեւ ներքին հուզումների փորձ արվի։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե Իրանի վրա հարձակումը կարող է աղետալի հետևանք ունենալ ամբողջ տարածաշրջանի համար։ Ինչ ազդեցություն այն կարող է ունենալ Հայաստանի վրա, հաշվի առնելով փաստը, որ Իրանն այսօր Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ ունեցող Ադրբեջանին որոշակիորեն զսպող ուժ է։ Հենց նաեւ Իրանի դիրքորոշումը Զանգեզուրի միջանցքի նկատմամբ, նաեւ Իրանի դիրքորոշումը ընդհանուր Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, Կովկասում պատերազմական գործողությունների վերսկսմանը ընդդիմացող ճակատավոր միակ պետությունը բավականին կարևոր է Հայաստանի համար։ Եթե Իրանում սկսվի մեծ գործողություններ կամ Իրանի շուրջ սկսվի մեծ ռազմական գործողություններ, ապա մեր հարևան պետությունը ամենայն դեպս անհապաղ կարող է օգտվել դրանից, նաև այն առումով, որ միջազգային հանրության ուշադրությունը ընդհանրապես կբևեռվի Իրանի շուրջ, եւ Իրանն էլ չի կարողանա իր կանխարգելիչ գործողությունները իրականացնել, ինչպես եղավ նախկինում, եւ մենք սահմանակից պետություն լինելով Իրանում իրականում զգալու ենք նաև այս փուլում բավականին բարդ է մշտապես պատժամիջոցների խնդիրը եւ այլն։ Այսինքն Իրանի դեմ ցանկացած գործողություններ մեզ ամենայն դեպս Կովկասին հարվածելու է միանշանակ։